Խնդրեմ փոքր երեխաների մասին, հա, իրենք ինչքան ժամանակ են այցելում ձեր կենտրոն, ընտանիքում քանի երեխա են այցելել, երեխաները քանիսին պետք է գային եւ դուք ինչպես իմացաք դեպքի մասին։ Երեխաները օրան հաճախում են 2024 թվականի հոկտեմբերից, ընտանիքը ապրում է մայրիկի հետ, 5 անչափահաս երեխաների հետ, երեխաներից 5-ն էլ հաճախում են օրան, քանի որ երեխաները տարբեր ժամերի են դասերը ավարտում, սովորաբար երեխեքը հավաքվում էին դասերի ժամանակ ու իրար հետ միասին էին գալիս, բայց քանի որ հիմա ամառային արձակուրդներ են ու երեխաները տանից են եկել, երկուսը 7 եւ 13 տարեկան աղջիկները տանից դուրս են եկել 1.5 սահմաններում, որպեսզի երկուսին լինեն օրանում, որտեվ երկուսից է սկսվում իրենց օրանի այցը, իսկ մյուս քույրը եղբոր հետ սպասել են, որ փոքր քույրիկին ժամը 3-ին մանկապարտեզից վերցնեն, նոր գան օրան։ Երբ որ քույրիկը մանկապարտեզից եղբոր հետ եկել են, օրանում ամեն անգամ երեխաները մուտք գործելուց առաջ ֆիքսում են իրենց մուտքի ժամը, տեսնում են, որ քույրիկներից երկուսն էլ չեն գրանցվել, այսինքն չեն մուտք գործել օրան, տեղակ են պահում մանկավարժին, մանկավարժը ընդունարանի աշխատակցին, կապվում ենք ծնողի հետ, ծնողը ասում է, որ ինձ մոտ էլ չեն, այստեղ իրանք քանի որ արդիկից են տեղափոխվել, շատ քիչ ծանոթներ ունեն, այդ իսկ պատճառով փորձում ենք երեխաների ծանոթներից, ընկերներից բարձել, թե որտեղ են երեխաները, այդ ժամանակ զուգահեռ ինֆորմացիա է տարածվում սոցցանցերում, որ ինչ-որ երեխայի նկատել են, որ մոտավոր 15 տարեկան գետնն է ընկել ու այդ մարդկանց տունը գտնվում է այդ գետի մոտ ու իրանք այդ գետի կողքով են գալիս հասնում օրան, այդ իսկ պատճառով վերցրել ենք օրանից մեծ քրոջը, զանգահարել ենք ծնողին, աշխատավայրից վերցրել ենք ծնողին, գնացել ենք տանը ստուգել ենք երեխաները տանը չեն եղել, հետո այդ հետագծով որտեղով որ օրան են գալիս գնացել ենք, տեսել ենք այնտեղ չեն, ծնողի ինքնա զգացողությունը վատացել է, շտապ օգնությունը ոստիկանություն ենք դիմել, որ հայտնենք, որ երեխաները չկան, չեն հասել օրան։ Այսինքն կարող ենք ասել, որ հենց ձեր կենտրոնից մենք երբ որ մենք հասանք դեպքի վայր, այսինքն այդ կամուրջի վրա, որտեղ որ երեխաները անցնում են, արդեն կամուրջն է, հետո մի 500 մետր ներքև խողովակն է, հիմնական իրանք որ գալիս են օրան, այդ կամուրջով են գալիս, բայց այդ խողովակով կա ճանապարհ, ասում են, ես չգիտեմ, որ ավելի մոտիկ, այսինքն խողովակով անցնում են ու ավելի արագ են հասնում, էլի դեպի այս թաղամաս, այդ ժամանակ երբ որ մենք հասանք, արդեն փրկարար ջոկատները եւ ոստիկանությունը տեղում էին, սակայն իրանք փնտրում էին այդ բնակչի նկատած 15 տարեկան աղջկան, ով որ նկատել էր, որ այդ տրուբայի վրայից ընկել է ջուրը, քանի որ տեղյակ չէին այդ երկու երեխայի մասին ու դեպքերը համընկավ, հարկամարեցինք, որ մենք էլ մի հատ ոստիկանությանը դիմենք ու այդ դեպքում պարզվեց, որ արդեն ոչ թե մեկն այլ երկուսը, որ վարկած է, որ կարող է այդ երեխեքը լինեն, էլի։ Երեխաների անունները հիշեցնեք։ Նարինե Մարտիրոսյան եւ Նարեն Մարտիրոսյան։ Նարինեն 13, Նարեն 7։ Իրենք ընդհանուր 5 երեխա են։ 5-ն էլ հաճախում են օրան։ 5 երեխա, 4 աղջիկ, 1 տղա։ Մյուսների տարիքն Մեծը 15 տարեկան է, մյուսը դե մանկապարտեզի բնականաբար ավելի փոքր կլինի, երևի 5, տղան մոտավոր երևի 3-րդ դասարան։